Только не при ребенке, хорошо? Почему? Боишься, что Юля услышит лишнее? Ты уже болтаешь лишнего. Я имел только одно в виду. Не при ребенке и все. Нет, пусть Юля послушает. Пусть она узнает, как ты хочешь лишить ее матери. Оля, что ты комедию ломаешь здесь? Что ты жертву изображаешь из себя? Ай-яй-яй. Бедная, обманутая женщина. А как еще назвать человека, у которого хотят отнять ребенка? Ты что, не понимаешь? Давай поговорим отдельно. И это, кстати, исходит из твоих же интересов. Потому что если я начну при ребенке разговаривать, она тебе всю жизнь не простит. Ты хоть понимаешь это? Осуждать легко, Альберт. Угу. Отведи ее в ее комнату и иди сюда быстро. Папа, դուք էլի կռվում եք։ Չէ, ցավը տանեմ։ Ուղղակի զրուցում ենք, Յուլ ջան։ Բայց դու ասած մեզ իսկ մասին մտածի, հա? Пойдем, Юлечка, пойдем, вставай. Пошли. Եթե Արեգը ասեց հորը, Գևորիկն էլ կզանգի իր հորը ու պատկերացնում եք ինչ կստացվի։ Ձայնդ կտրիշ Սոֆա, արդեն գլուխս պայթում է։ Ախր գնացին Տիկին Շեկոյան ու եթե մամուլն էլ հանկարծ խառնվի այս գործին, ես պատկերացնում եմ ինչ մեծ աղմուկ կբարձրանա։ Ախր մենք լրագրողների ձեռքից չենք բրցնի։ Սոֆա! Տիկին Շեկոյան, ես իմ համար չեմ ասում, ես ձեզ համար եմ ասում։ Սոֆա, գնա Պետրոսյանին կանչիր։ Գնա։ Արդեն չգիտեմ, թե ինչ անեմ։ Հենց պատուհանի տակ գոռում եմ։ Ինչքան փորձում եմ բարձր խոսալ, ես իմ ձայնը չեմ լսում։ Սոֆա, դեռ Պետրոսյանին մի կանչիր, ես հետո կասեմ։ Լավ։ Այդա պետք է մի բան ձեռնարկել։ Ես ձեռնարկում էի, բայց այդ Պետրոսյանը եկավ ու ամեն ինչ փչացրեց։ Այսինքն դե խոսում էի Մերի հետ, եկավ ու լսեց։ Հայդա, դու ինչ է երեխա ես։ Այս մեծ դպրոցում մի փոքրիկ թաքուն անկյուն չկար։ Ես ինչ իմանայի, որ նա կգա ու կլսի։ Դե ստացվեց։ Լավ, իսկ հետո չգիտեմ, ամեն դեպքում լավ բան չստացվեց։ Դա հարցին մյուս կողմն է։ Իսկ երեխան քեզ լսում է։ Իհարկե լսում է։ Դու շարունակիր նրա հետ զրուցել, շարունակիր խոսել, ինձ փաստեր են պետք, ինձ ապացույցներ են պետք։ Լավ, իսկ ես մտածում եմ կարող է հանկարծ երեխաները բողոքեն։ Չէ, չեն համարձակվի։ Ամեն դեպքում դու գիտես ոնց է պետք խոսել երեխայի հետ։ Լավ, գիտեմ։ Միլ Ոնց ես Միլ? Լավ եմ, դու? Լավ, ես ինչ ես կես հեռու պահում? Հեռու չեմ պահում, ուղղակի չեմ ուզում քեզ խանգարել։ Քշվեցիր էլի, դու ինձ երբեք էլ չես խանգարում։ Չէ, ոնց որ ես վերջերս շատ եմ խանգարում։ Միլենա, այսօր իմ մոտ շատ լավ օր է, արի մի փչացրու, հա? Ուրախ եմ, որ լավ օր է քո մոտ այսօր։ Ես գնամ չփչացնեմ։ Գնա։ Արամ, ես ոնց որ պլանը չաշխատեց, հա? Չես կարող ասես։ Դե ֆակտ երևում է, Շեկոյանի հեշվեժնը չի, դուրս չի գալի։ Հա դե մենք եք սպասենք, որ հմի Շեգոյաննա սպիտակ թաշկինագը ծերը բդիելնի, չէ։ Ու ասես, «Ребята, давайте жить дружно»։ Բա երեխեք լավ էլի։ Հա, ինչ է անջա։ Լավ, դե ճիշտ ասում, երեխեք, փոխանակ կենտրոնանան կատակներ են կանում։ Բայց կատակը ուղեղի մարզանք է, Լիլիթ ջան։ Ուղեղի մուսկուլ պետք է անենք։ Ես կասեի ուղեղի պրես։ Երևում է էլի, որ ձեր ուղեղը պրես եղած է։ Չնայած ինչ ուղեղ, որ ուղեղ ունենայի կհասկանայք, լուրջ բանի մասն ենք խոսում, դրե կատակ եք անում։ Լավ երեխեք, հլը մեր օպեմ, եկեք հմի որոշենք, թե ինչ պդի ենենք։ Աստում ենք երորդ կետին։ Խի երորդ կետել կա աղբեր։
Ցավը տանը, մեր տրամադրության տակ է, կարանք 4-րդ կետը բացենք։ Լավ երեխեք, լմեր օպեմ, հմի ինձիով լի 3-րդ կետը հիշեցնե։ Ես գրավել դպրոցը։ Երեխեք ես ոնց որ լավ տեղին կինո եք ուզում, հա էլի։ Բայց ինչ վատ կլինի որ։ Լավ, մատ վերջ տվեք, տեղեք։ Հիմա նենց պիտի անենք, որ բոլորի ուշադրությունը գրավենք։ Դե ես էլ եմ ասում էլի, լավ պիտի շուխուր անենք։ Երեք լավ շուխուր արեցինք, Շեյկոյանը իրար խառնվեց։ Հա, դե եկեք շուխուր անենք ախպեր։ Դե ուրեմն եկեք գորանք։ Հա էլի, եկեք սադանա փախցնենք։ Դե ուրեմն միացես մի ահամուր ուժերով հավաքվում ենք ու սկսում։ Հմի ինչ գորանք։ Գորանք։ Սեդա, 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 սեդա։ Ու երեխեք ջան, ձեր ցավը տանեմ։ Սեդա, սեդա, սեդա։ Այս աղմուկից արդեն գլուխս պայթում է։ Շուտով ամբողջ դպրոցը կպայթի Այդա։ Մենակ թե Շեգոյանը դա չի ուզում հասկանալ։ Այդ ինչ նկատի ունես։ Դե էլ որ մեծ իրանացում է սկսվել ու դեռ էլ ավելի մեծը մեզ սպասվում։ Հա, սա նկատի ունես։ Ոչինչ, սրանք մի 2 օր էլ կվանկարկեն, հետո գլուխները կախ կմտնեն դպրոց։ Ինչ պիտի անեն։ Չէ Այդա, դու պարզապես այս դասարանին լավ չես ճանաչում։ Սրանք աման են։ Բոլորն էլ այդ քո ասած ամաններն են։ Բայց երիքա փայտը ձեռքդ վերցնես, բոլորը տեղը կընկնեն։ Պարզապես այս դասարանում լավ պապայի երեխաները շատ են, եւ սրանց բռնել չի լինում։ Դու հələ գնա իմ դասարանում դի։ Ասեմ, որ այս նոր տղայի Արիգի հայրը նախարարությունում աշխատում։ Դե չգիտեմ ինչ պաշտոն զբաղացնում, բայց մեր մեջ ասած Շեգոյանը նրանից լավ ձգվում է։ Ու հիմա Արեգն ու ավակը գնացել են կրթության նախարարություն։ Ինչ։ Բա Շեգոյանը գիտի։ Ասել եմ։ Բայց թե ինչի է սպասում, ես ինքս էլ չգիտեմ։ Ու դեռ ավելին ասեմ, որ ուր որայ լրագրողներ են գալու։ Ինչ։ Լրագրողներ։ Դու ինչ գիտես։ Բա քո կարծիքով ես այստեղ նստած ինչ եմ անում։ Ես ինքս եմ լսել իմ սեփական ականջներով։ Շեգոյանին ասա։ Ասել եմ։ Նորից ասա։ Ես իմ գործը արդեն արել եմ, մնացածը ինքը գիտի։ Սոֆա։ Տիկինը տեղում է։ Տեղում է։ Շատ լավ։ Ուր պարոն Հազար։ И что это означает, Альберт? Что ты делаешь? Сядь, Оля, сядь. Мы должны серьезно поговорить. Серьезно поговорить? Я вижу, ты подготовился к этому разговору. Оля, ты великолепно знаешь, почему ты сейчас здесь. Я здесь, потому что здесь моя дочь. Я тебе говорил, и не раз, что ты здесь, потому что Юле было плохо. И говорил, что ты уедешь отсюда, как только ей станет хорошо. Так? Сейчас ей хорошо. Так что тебе здесь делать нечего. А я тебе говорила, что без Юли я никуда не уеду. Оля, не веди себя как капризная девчонка, хорошо? Это я веду себя как капризная девчонка. Ты хочешь избавиться от меня, лишить меня ребенка, и ты думаешь, ты имеешь на это право? Оля, ты можешь приезжать сюда, когда захочешь увидеть Юлю. Но ты прогоняешь меня, Альберт. А разве это не запрет? Я хочу быть со своей дочерью всегда. Ладно, Оля, кончай. Ты никогда не была заботливой матерью. И я не понимаю, почему вдруг в тебе проснулся такой материнский инстинкт? Почему? Каждый имеет право на ошибки, Альберт. Тогда я ошиблась. Но во второй раз повторять свою ошибку я не собираюсь. Вот и все. Нет. Просто у тебя сейчас другие ожидания. Какие ожидания? Ладно, Оля, все, кончай. У меня ни желания, ни времени на долгие разговоры. Торопишься к своей Гуар, да? Да, это так.
Աշ։ Ինչ ես անում ստեղ։ Չգիտեմ, նել հոգնեցի ուսուցչանոցում բարապ նստելուց։ Դու ինչ ես անում, դասի չես։ Զանգի ժամանակը մեմ զանգ տամ։ Պարզ է։ Չես գալիս։ Չէ, ուզում եմ մնացականյանի հետ խոսել։ Իզուր ներվերը տես կայքայել է։ Ոչինչ։ Լավ, ես գնամ զանգը տամ ու գնամ։ Չես մոռացել, չէ՞։ Այս ժամից հետո իմ ժամն է, դու պիտի իմ տեղը պարապես։ Չէ, նել չեմ մոռացել, կպարապեմ։ Լավ։ Միայն թե չգիտեմ պարապել կլինի, թե ոչ։ Դասարանդ քեֆս բերում է։ Իսկ ես նեղվում եմ։ Այ կտեսնես, երեխեք գնացել ամենը, որ սերն ամենը դառնա դպրոց։ Ես համոզված եմ։ Ես եմ դա շատ ուզում։ Լավ աշճան, գնացի, քեզ սիրում եմ շատ։ Մերի։ Կարող ենք խոսել։ Գուցե հարցնեք Տիկին Շեկոյան, կարելի է թե ոչ։ Գիտեք ինչ, ձևականությունները եկեք թողեք Տիկին Շեկոյան, ես ավելի լուրջ հարցերի շուրջ եմ ուզում խոսել ձեզ հետ։ Այդ ինչ լուրջ հարցեր են։ Այն, որ այս դպրոցում, ներեցեք, ես խալվեցի, ինչպես դուք եք սիրում ասել, ձեր դպրոցում երեկվանից հնարավոր չէ աշխատել։ Խնդրում եմ ձեռնարկեք համապատասխան միջոցներ։ Իսկ ինչու եք այդ հարցով ինձ դիմում։ Այս վայրենիները դասխեք ունեն։ Թող դասխեկն էլ ընկեր Պետրոսյանը, լուծի նրանց հարցերը։ Բայց նրանց պահանջը, որը իդեպ արդարացի է, ձեզ է ուղղված, եւ ընդհանրապես չեմ հասկանում, ինչու եք աչքի տակ առել այդ խեղճ աղջկան։ Ես փորձում եմ այս դպրոցը զերծ պահել վարակից։ Գիտեք ինչ Տիկին Շեկոյան, վարակ իրականում այլ տեղ է, եւ դուք սխալ մարդու եք պատժում իսկական վարակը թողած։ Մի խոսքով, Տիկին Շեկոյան, ես չեմ ուզում երկարացնել, խնդրում եմ համապատասխան միջոցներ ձեռնարկեք, այլապես ես այս դպրոց չեմ մտնի, մինչև համապատասխան աշխատանքային պայմաններ չստեղծեք։ Ես արդեն այդպես, հա։ Այո, այդպես ու վաղուց էր պետք այդպես, Տիկին Շեկոյան։ Ես այստեղ եմ գալիս ոչ թե ժամանակ մերցնելու, այլ աշխատելու համար։ Եվ թող ձեզ չթվա, որ ծրագրով նախատեսված թեմաները ես վաղ εμիսօր այսպես արագ պետք է անցնեմ գնամ։ Ինչ է դա տնօրենը որոշել է վարակազեցել այնտեղ, որտեղ վարակի ընդհանրապես ոչ մի նշույլ չկա։ Վերջացրեցիք։ Այո, ես վերջացրեցի։ Ես այս ժամն եմ մի կերպ կտանեմ, բայց եթե հաջորդ ժամին նույն բանը տեղի ունենա, ես կդիմեմ այն մարդկանց, ովքեր կլուծեն այդ հարցը, Տիկին Շեկոյան։ Հաջողություն ձեզ։ Սա էլ է իմ դեմ դուրս եկել։ Դեռ կտեսնեք, թե ես այս հարցը ոնց կլուծեմ։ Հա Էլեն։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Ես մի երկու հասցե եմ իմացել, որտեղ գործակոն հաճախ է լինում։ Կարող ես SMS անել։ Անելը կանեմ, բայց չեմ կարծում, որ այդտեղ լինի։ Լավ, դե դու ուղարկի ես, մոտ կստուգեմ։ Բայց զգուշ կլինես։ Հանգիստ եղի։ Իսկ հետո չես գա։ Չգիտեմ, տեսնենք ոնց կստացվի։ Կսպասեմ։ Լավ։ Լավ։ Ինչ ա եղել։ Էլենն էր զանգել։ Ու ինչ էր ուզում։ Մի երկու հասցե կա, հեսակ ուղարկի, որտեղ Սակոն հաճախ ա լինում։ Ասեց ընդեղ նայենք, բայց չեմ կարծում, որ Սակոին կարելի ա գտնել։ Չեմ հասկանում, չկարողանալը որն ա, լյով։ Սակոն փախած, ա։
Փախաշի քաղաքում է։ Ուղղակի պիտի գտնեմ երկու հարցնում։ Լավ ջան, դե նախորդ կասա որ իմանանք ինչ ենք անելու։